մեր մոտ այնպիսի մթնոլորտ է, որ կարծես եթե մեքենաների պարկը կրճատում ենք, դա լավ է կամ վատ է, ես այստեղ ճիշտ ասած տրամաբանություն չեմ տեսնում, բայց կուզեի ասեք ծախսը մեքենաների ձեռքբերման ավելացել է, թե պակասել է անկախ քանակից, որովհետև կարող ենք 2 մեքենա ձեռք բերել ավելի թանկ լինի, քան մնացած 20 ավտոմեքենաները։ Երկրորդ հարցը, որ հանրությանը հետաքրքրում է, շատ ծախսեր ձեզ մոտ գաղտնիության բանի տակ են, այդ նշանի տակ են, դրա պատճառը անվտանգությունն է, թե այլ խնդիր կա, որ ասում է հայկական բառապաշարով գլխացավից հեռու մնանք, ավելի լավ է, ասենք փակա, որ տարբեր հարցերի ստիպված չլինենք պատասխանել, եւ երրորդ հարցը, որ էլի լայն հանրությանը հետաքրքրում է, կրթվել է նորաձևը պետական բյուջեի հաշվին է իրականացվում, թե մասնավոր միջոցներով կամ հիմնադրամներով։ Շնորհակալություն պարոն Նազարյան հարցերի համար։ Մեքենաների կրճատման եւ գնումների հետ կապված իրականում այդ գնումը ամբողջությամբ իրականացնում է պետական գույքի կոմիտեն եւ իրենց բյուջեով է դա իրականացվել, հետո իրենք տրամադրում են աշխատակազմին եւ մյուս գերատեսչություններին։ Այստեղ զուտ կարող եմ ասել նաեւ վերջին տարիներին իմ այս պաշտոնում փորձից, որ շատ հաճախ երբեմն արժի մի քիչ ավելի թանկ մեքենա գնել, բայց հինը հանձնել, որովհետև տարվա ընթացքում հին մեքենաների վրա շատ ավելի մեծ ծախսեր են լինում, այսինքն մենք նոր մեքենաների վրա առաջիկա տարիներին ըստ էության ծախսեր չենք անի եւ այդ շահագործման ծախսերը կկոմպենսացնեն գնման ծախսերը։ Փակ լինելու հետ կապված դա ավանդաբար եկած տող է, որը այո կապված է անվտանգային որոշակի խնդիրների հետ եւ որոշակի գնումներ, որ կատարվում են դրանց շրջանակներում, այո, դրանց տվյալների փակ լինելը իրականում անհրաժեշտություն է ելնելով վարչապետի, տվյալ դեպքում վարչապետի կան նման տողեր, ենթադրում եմ եւ նախագահի աշխատակազմում եւ ազգային ժողովի նախագահի աշխատակազմում, վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ կարող են լինել եւ կապված են անվտանգային հարցերի հետ։ Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցին, այո, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ այսպես ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով։